Այդ դեռևս 2025 թվականի դեկտեմբերին վերակառուցման զարգացման Եվրոպական բանկի գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում երկու մրցույթ է հրապարակված եղել, հաշվի առնելով ծրագրի բնապահպանական բարձր ռիսկայնություն ունենալը, շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության համապարփակ գնահատման խորհրդատվական ծառայությունների ներգրավման եւ ներդրումային ծրագրի եւ դրա շրջանակներում տենդերային փաթեթների նախապատրաստման խորհրդատվական ծառայությունների երկուսն էլ միջազգային մրցույթներ են, երկու մրցույթներն էլ հաջողությամբ կայացել են, այս պահին ընթանում են վզեպում արդյունքների ամփոփման պայմանագրերի շնորհման աշխատանքներ եւ մենք ակնկալում ենք, որ մինչեւ մայիսի 20-ը արդեն իսկ ծրագրի մեկնարկային հանդիպում կլինի հաղթող ընկերության հետ, որի մասին մենք ակնկալում ենք վզեպից ստանալ պաշտոնական տեղեկատվություն այս պահին խորհրդատվության համար 22 շաբաթ է նախատեսված աշխատանքները սահուն ընթանալու դեպքում եւ եթե կառավարության սահմանած կանոնակարգերի համաձայն մենք ներդրումային ծրագիրը կարողանանք համաձայնեցնել եւ հաստատում ունենալ, մենք գնահատում ենք, որ տարեվերջին արդեն միգուցե հնարավոր կլինի մրցութային գործընթացը մեկնարկել աղբավայրի արդեն բուն կառուցման եւ տեխնիկական հսկողության ծառայությունների։ Շնորհակալություն։ Աղբավայրի ասացիք Տիկին բաբա։ Աղբավայրերի փակման եւ նորի կառուցման։ Մեր այս ծրագիրը վզեպի հետ նոր աղբավայրի կառուցման մասին, Այո։ Ես շատ մեծ հավանականությամբ տեսնում եմ, որ որևէ տեղ չի հանգելու այս ծրագիրը, որովհետև մեր նպատակը նոր աղբավայր կառուցելը չի, բացարձակապես, այսինքն մեր նպատակը այն էր, որ մենք պետք է ունենանք աղբի վերամշակման նոր գործարան, որը որ պետք է ամբողջապես կլանի այն աղբը, որը հավաքվում է Երևան քաղաքում եւ ոչ միայն Երևան քաղաքում, նաեւ մերձակա մարզերում։ Եվ եթե խնդիրը նոր աղբավայրի կառուցման մասին է, ես ձեզ վստահեցնում եմ, սա տենց կարակ էլ չշարունակեք, մեր գործընկերներին ասեք, որ եկեք այս կետում կանգնենք, շնորհակալություն, ավել բան պետք չի, որովհետեւ նոր աղբավայր ես երբևէ չեմ ասել, որ մենք նոր աղբավայր ենք կառուցելու։ Մեր խնդիրը նոր աղբի վերամշակման գործարան կառուցելն է։ Եվ եթե մենք այստեղ, եթե ես ինչ-որ մի բան սխալ եմ հասկացել, խնդրում եմ ինձ պարզաբանեք, որովհետև ես այս ձևակերպման հետ ունեմ անհամաձայնություն։ Մենք հիշում եք, ունենք զուգահեռ process, որ կայացել է առաջին փուլը, երկփուլ մեր մրցույթի, որը որ աղբի վերամշակման գործարանի մասին է։ Եթե այս process-ը որևէ կերպ չի աջակցում նրան, որ մենք կառուցենք վերջում աղբի վերամշակման գործարան, անիմաստ ռեսուրս չարժել ծախսել առհասարակ Տիկին բաբայան։ Պարոն քաղաքապետ, երկու ծրագրերը ամբողջական լուծում են ենթադրում եւ սա ոչ թե նոր աղբավայր իր նոր այսպես ասած գործող ծավալներով եւ այլ կառուցելու մասին է, այլ այնպիսի սանիտարական աղբավայր, դե այդ ուսումնասիրությունները մեզ կտան ինչքան ծավալի եւ ինչպես, որը որ այն մինիմում անհրաժեշտությունն է, որ մասնագիտական շրջանակները եւ տեխնիկական, այսպես ասած, գիտելիքը մեզ հասած ասում է, որ նույնիսկ այն պարագայում, երբ որ վերամշակման գործարանը կառուցվում է, այնուամենայնիվ որոշակի ծավալով սանիտարական աղբավայրի անհրաժեշտություն կա, եթե այստեղ տեխնիկական եւ մասնագիտական ավելի բան հարցեր կան, ես միգուցե խնդրեմ Տիկին Հայկազյանը միջամտի եւ այս մասով։ Ես այսպես ասեմ, եթե խնդիրը դրված է այնպես, որ մենք նոր աղբավայր ենք կառուցում, մենք նոր աղբավայր չենք կառուցում։ Մենք պետք է կոնսերվացնենք մեր եղած աղբավայրը եւ մենք պետք է ունենանք աղբի վերամշակման գործարան։ Եթե այս երկու process-ները իրար փոխ լրացնում են, խնդրեմ, ես առաջին օրվանից պարզ
ոնց որ թե հենց հայերենով ասել են ժողովուրդ ջան, մենք այս զուգահեռ process-ները անում ենք, որպեսզի հասկանանք, որ process-ով ենք ավելի արագ հասնում կետին, եթե ինչ որ մի կետում այս process-ները իրար միավորել կարող ենք, ես միայն ուրախ եմ, բայց մենք նոր աղբավայր չենք կառուցում։ Մենք պետք է կառուցենք աղբի վերամշակման գործարան։ Սա է մեր առջև դրվելիք խնդիրը, այսինքն մենք որևէ այլ տենց կոմպրոմիսային եւս մի հատ process զուգահեռ, որ մենք կարող եմ այդ նոր աղբավայր ենք կառուցում, չէ, նա եղած աղբավայրը ամենայն հարգանքով ինչ որ տենց կառավարելի տեսքի բերել ենք, հիմա մի քիչ ավելի առանց շատ խորքային process-ների, այս եղած աղբավայրում էլի կարանք շարունակենք իրեն կառավարելի պահել եւ հələ ինչ որ բարելավումներ էլ անել։ Եթե անվանումը արդեն դուրս չի գալիս, նոր աղբավայր կառուցելու մասին process, խնդրում եմ չքննարկել առհասարակ։